Սկսվում է Fastex Premier League-ի 24-րդ տուրի կենտրոնական երկու խաղերից մեկը։ Մրցում են երկու առաջատարները՝ Ուրարտու Արարատ Արմենիա, թիմեր, որոնք պայքարում են չեմպիոնության համար, եւ այսօրվա խաղը անկյունաքարային նշանակություն ունի այդ չեմպիոնական պայքարում։ Հիմնական խաղարկողի Արարատ Արմենիան այսօր այս կենտրոնական հանդիպմանն է ժամանել։ Համբարձումյանը ուղարկեց կենտրոն, լավ թողեց Սերոփյանը, Ալվին Թեռա դեպի հեռավոր անկյունը ցածից հարվածեց, իսկ ցածից հարվածը պաշտպանը կարող է ոտքով հեռացնել, տվյալ դեպքում այդ պաշտպանը Աղասարյանն էր։ Շատ լավ խաղացին այս կոմբինացիայի ընթացքում հյուրերը եւ առավելությամբ են խաղում, կարող ենք փաստել այս պահի դրությամբ։ Փոխանցում կենտրոն, հարված շեղեր։ Համբարձումյանը հարվածեց։ Գրիգորյան պետք է կենտրոն խաղալ, այդպես էլ անում է։ Հետ փոխանցում ավելի վտանգավոր էր եւ տեսեք առաջ փոխանցում ինչ ազատ գոտի է ստեղծում Սերոփյան, խաղարկում է Համբարձումյանի հետ։ Շաղոյան։ Ժիրայ Շաղոյան հարվածում է մոտակա անկյունը եւ դիրք է, տեսնենք։ Վելոզան է հարվածում ուղիղ պատի վրա, այնտեղ ուշագնաց է լինում։ Ալվին Թեռան պետք է շտապ բժիշկներին հրավիրել։ Մարգարյանի փոխանցումներ եղել եւ քիչ էր մնացել գոլ խփեր Բրունո Միշելը, բայց մենակ է դուրս գալիս այստեղ Միրզոյանը, դեպի հեռավոր անկյունը հարվածումը եւ շեղ է ստացվում։ Հաղթում է, բայց գնդակը Արարատ Արմենիայի մոտ է։ Շաղոյան դեպի Թեռան։ Սերոփյան, Արթուր Սերոփյան տանում է աճ այս անգամ։ Փորձելու է շրջանցել Մարգարյանին, կարողանում է դա անել, հարված եւ Միշևը գնդակը անում է անկյունային։ Մոտակա խաղա Ջևանչելոյանցը, նրանցից մի փոքր կողք Նոբել Արուստամյանն էր, կրունկով փոխանցումը Վելոզայի արտակարգեր, Բրունո Միշել եւ փրկում է Պինտուն։ Երկու Բրունոների պայքարում հաղթող է դուրս գալիս Պորտուգալացին, փաստորեն այստեղ հայց դուրս վիճակ էլ կար։ Զիդանը իրացնում անկյունայինը, բարձից փոխանցում, հարված դարպասին, Այոնգոն հարվածեց, կարծես ծնկով հարված էր հարցակվողը, բայց թույլ ստացվեց, ինչը օգնեց Միշևի, որ կտրվել հնարավոր չէր։ Զիդան, դեպի Սերոփյանը, նրան երկուսով են դիմավորում, կրկին Զիդան, բարձրից փոխանցում, վտանգավոր է եւ եզրափակող չկա։ Արթուր Սերոփյան անցավ մրցակցին հեշտությամբ։ Եվս մեկին ընկնում է Արթուր Սերոփյանը եւ տուգանային իրավիճակ։ Սերոփյանն էլ արդեն դեղին քարտ ունի։ Հիմա նա առաջ է նետում գնդակը, շատ ավելի զայրացած է այս րոպեներին Արթուր Սերոփյանը։ Ընդդեմ Ղազարյանի, ընդդեմ Մարգարյանի, անցավ նրանց բոլորին։ Փոխանցում առաջ, լավ կոմբինացիա է։ Չանցավ փոխանցումը արդեն Համբարձումյանի։ Կրկին Սերոփյան։ Ալվին Թեռան ազատ է, շատ ազատ է, փոխանցում է Զիդանին, որը սուրանկյան տակ հարվածում է անդրադարձ։ Զարմանալի խաղաց այստեղ պաշտպանը, հեռացեց մրցակցի վրա, քիչ էր մնում դա բերեր բաց գոլի։ Իսկ ստանդարտից կարելի է ինչ-որ բան անել։ Տեսնենք, Զիդանի փոխանցումը, գլխով հարված 1-0 առաջ է անցնում Արարատ Արմենիան։ Ալիուն Նդուր նորից նա է գոլ խփում, նորից գլխով, իր նորամուտի խաղում գլխով էր խփել, հիմա էլ աչքի ընկնում այս կարևորագույն դերբիում։ Ցնծում են Արարատ Արմենիայի երկրպագուները։ Պատասխան գոլը խփի։ Օլիվերան խլում է գնդակը, ահա։ Փոխանցումը դեպի Սերոփյանը, փոխանցումը դեպի Օլիվերան, վտանգավոր է Օլիվերա եւ փրկում է Միշևը նորից ու նորից։ Ոչ մի դեպքում այսօր թույլ չի տա Մարգարյան։ Կրկին Աղասարյան, փոխանցում տուգանային հրապարակ եւ չհասավ Կալուկյանը, բայց հասավ Պինտուն։ Աղասարյան բարձից փոխանցում է կատարում առաջ, Կալուկյան հարված անդրադարձ եւ վերցնում է Պինտուն։ Կորցրեցին գնդակը տանտերերը, Զիդան ազատ տարածություն գտավ հեշտությամբ Սերոփյան։ Տուգանային հրապարակում է Նդուր 2-0 եւ սա գրեթե հաղթանակ է
Ալիուն Նդուրի հաղթական դուբլը ցնծում են Արարատ Արմենիայի մարզիչները եւ պայստայինները արդեն եկել են գրկելու իրենց թիմի արձակողին փոխարինման մտավ եւ լուծեց հարցերը, բայց Զիդանին էլ հատուկ ծափահարություններ թվում էր թե սուր իրավիճակ չէ մեկ ակնթարթ փոխեց մարմնի դիրքը միանգամից մեկ քայլ կատարեց առաջ եւ հսկայական տարածություն նրա առջև հայտնվեց on-line մրցաշային աղյուսակում եւ կարծում եմ արդեն ակնհայտ է որ խաղից հետո էլ ունենալու է այդքան միավոր դժվար թե երկու գոլ խփի չի խփի ավարտված է հանդիպումը 2-0 հաշվով Արարատ Արմենիան հաղթում է Երևանյան դերբիում Ուրարտուին երկու արտագնա հաղթանակ այս առաջնությունում ունեցավ Ուրարտուի ստադիոնում Արարատ Արմենիան եւ այդ հաղթանակները կարող են չեմպիոնության գին ունենալ